Այն ինչ որ ես եմ տեսել, համենայն դեպս իմ տունը գտնվում էր Ստեփանակերտի 26-րդ դիրքին շատ մոտ։ Եվ մինչև վերջի մարդը այդտեղ պայքարել են։ Հասկանում եք, դիրքերում զոհվել են մարդիկ։ Զոհվել են, բոլորը զոհվել են, այնքան մինչև կանգ է առել այդ ամենը։ Ես ընկերուհիս է արդեն 26-րդ դասակի 26-րդ պոստի դժվարանում եմ խոսելը կներեք։ Ես դժվարանում եմ լսելը, դուք ոնց չդժվար։ Սպայրից մեկը զոհվեց, ասում են կռվեիք, չփախնեիք։ Դուք հասկանում եք, դա վիրավորանք է ուղիղ հենց այդ զոհերին, որովհետև ինքը շատ լավ գիտեր, որ ինքը հետ չի կարող գնալ, որովհետև իր հետևում իր կինն է, իր երեխեքն են, իր տունն է, իր հայրենիքն է, ինքը պիտի մինչև վերջի շունչը կռվի։ Ու հետո երբ որ պատմում էին զոհվածներին, դիրքերն էլ են կարևոր, ես չգիտեմ, ես հետո եմ իմացել, որ դիրքից նույնիսկ որոշում են ինքը ինչպես է մինչև վերջ կռվել։ Ու այնտեղ չի եղել մի դեպք, որը փախել է կամ, չգիտեմ, մինչև վերջը կաթիլ արյան չի պայքարել։ Եվ խոսքը ոչ միայն ընտանիքներ ունեցող հայրերի մասին է, այլ 18-20 տարեկան պատանիների մասին, պատմություններ կան, որոնք պատմությունները, եթե դու հատ պատմես, Տիկին Ալայի որդիները, աշխարհում ուներ չուներ երկու որդի ուներ, 1 տարվա տարբերությամբ 19 եւ 20 տարեկան որդիները, որոնց մայրը եւս պաշտպանության բանակում ծառայում էր, որդիներն էլ մոր ճանապարհով գնացել էին, առանց հայր մեծացրած երկու որդիներին ու 1 օրվա մեջ երկու որդիները զոհվեցին, իրարից տեղեկացված չլինելով, որդիները իրարից, երբ մեկը զոհվել էր, մյուսը չէր իմացել, որ եղբայրը զոհվել էր, հաջորդը ինքն էր զոհվել։ Հիմա ասում են, այդպիսի մորը ասում են չփախնեիք, կռվեիք։ Դուք հասկանում եք, սա անբարոյականություն է, ես չգիտեմ ինչ բառերով սա։ Ես վստահ եմ, որ ինչ որ մի պահի, չգիտեմ երբ, բայց ինչ որ մի պահի պետական դավաճանության համար շատ մարդիկ կդատվեն։ Վստահ եմ, ես էլ եմ վստահ։ Այս մարդիկ, ովքեր գնացին եւ հայտնվեցին Բաքվի բանտում, իմ կողմից շատ սիրված, հարգված մարդիկ, ում հետ ճակատագիր ենք կիսել, ուրախություն ենք կիսել, դժվար օրեր ենք կիսել։ Ես հիշում եմ վերջի ծնունդին Բակոս Սահակիչի երբ զանգեցի, օգոստոսի վերջ, ես սեպտեմբերի 1-ին զանգեցի, չկարողացա, մի ամբողջ օր մտածում էի, թե զանգեմ այս մարդուն ինչ մաղթեմ, 10 ամիս է սոված են, մի ամբողջ ժողովուրդ սոված է, անգամ այդ վիճակում ինքն էր ինձ հանգստացնում, ինքն էր ինձ քաջալերում, այսինքն ուրիշ բան մտածել, որ այս մարդիկ կգնան անձնազոհության, իմանալով հանդերձ, որ հետ վերադառնալու շանսերը 1-2% են, իրանք գիտակցված գնացին, ես պատասխանելով մեր օգտատիրոջ հարցին, հա, ուզում եմ ուղղակի ասեմ, շատ մեծ քայլի են իրենք գնացել, շատ մեծ զողության են գնացել։ Իրենք այդպեսին էին, իրենք ուրիշ չի պատկերացնում, ուրիշ բան պիտի անեին։ Ես գիտեմ, որ հարցերի մեջ անպայման լինելու են նաև Արայիկ Հարությունյանի մասին հարց։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, Արայիկ Հարությունյանը շատ հարցերի պիտի պատասխանի, շատ իր արարքների համար պիտի պատասխան տա, բայց ինքը դա պիտի անի Հայաստանում։ Ոչ մի հայ Բաքվի բանտում չպիտի լինեն։ Ինձ էլ են շատ են հարցնում, շատերը մտածում են, ինչու ես չեմ խոսում, որովհետև ես երևի թե ամենաանդիմադիրն եմ եղել այդ առումով եւ միշտ հակառակվել եմ ու երբևէ մենք ոչ մի վարքյան նույն կերպ չենք մտածել ես ու Արայիկ Հարությունյանը եւ դա հանրային երևացել է եւ դա բացահայտ հենց քաղաքական կոնֆլիկտ է եղել այդ առումով, բայց ես ես ասեմ երևի մեկ ընդմիշտ ու բոլորը դա պիտի հասկանան ուզեն թե չուզեն, ինձ համար արժանապատվություն է, արժանապատվության ոտնահարում է, այդ մարդիկ իմ երկրի նախագահներն են, պարոն Իշխանյանը իմ ազգային ժողովի նախագահն է,
եւ այնտեղ մարդիկ են, ովքեր իրենց կյանքի մեծ մասը դրել են Արցախի բարգավաճման, անվտանգության, լինելու համար ընդհանրապես։ Արայիկ Հարությունյանը եւս Արցախի հանրապետության նախագահն է եւ ամեն մեկս թե ինչ ակնկալիք ունենք, մեկս շատ հարցերի պատասխանի, մեկը միգուցե կմեղադրի, մեկը միգուցե կարդարացնի, բնավ դրա մեջ չէ կարևորությունը, բայց այն որ սկսած Արայիկ Հարությունյանից վերջացրած բոլոր Բաքվում գտնվող մեր գերեվարված ու պատանդարված անձանցից պիտի վերադառնան իրենց ընտանիքների մոտ, դա միանշանակ է։ Եվ ես ամեն օր իմ աղոթքներում հատ հիշում եմ բոլորին, տալիս եմ բոլորի անունները, այդ թվում նաև Արայիկ Հարությունյանի անունը, որտեղ առնվազն պետք է, չգիտեմ, սատանայից սնվող լինի մարդը, որ ցնծա, ուրախանա կամ ուզենա, որ այնտեղ որևէ մեկը վատ վիճակում ավելի հայտնվի, քան հիմա կա։ Այստեղ